Դոնալդ Թրամփը մեկնել է Սաուդյան Արաբիա Ռիադում ներդրումային ֆորումին մասնակցությունից հետո նա կայցելի նաև Կատար եւ Միացյալ Արաբական Էմիրություններ։ ԱՄՆ նախագահը պատմական է որակել ծոցի երկրներ այցելությունը։ Թրամփին ընդունել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամմեդ բին Սալմանը։ ԶԼՄ-ները գրում են, որ ԱՄՆ նախագահի հանդիպումների օրակարգում են լինելու հիմնականում տնտեսական գործակցության հարցեր, այլ ոչ մերձավոր արևելքում զարգացումները եւ անվտանգային խնդիրները։ Սաուդյան Արաբիայի թագաժառանգը արդեն խոստացել է առաջիկա 4 տարվա ընթացքում Միացյալ Նահանգներում $600 միլիարդ ներդնել։ Սպիտակ տան ղեկավարը ցանկանում է այդ թիվը հասցնել $1 տրիլիոն։ Ավելի վաղ Դոնալդ Թրամփը նաև չէր բացառել, որ մայիսի 15-ին կարող է մեկնել Թուրքիա ներկա գտնվելու ռուս-ուկրաինական հնարավոր բանակցություններին։ Մոսկվան նախապատրաստվում է մայիսի 15-ին Ստամբուլում կայանալիք բանակցություններին, հայտնել է Կրեմլի խոսնակը, հավելել, այլ մեկնաբանությունները առայժմ չեն լինի։ Դմիտրի Պեսկովի խոսքով ռուսական պատվիրակության կազմը կհայտարարվի, երբ Վլադիմիր Պուտինը դա անհրաժեշտ համարի։ Ավելի վաղ Ռուսաստանի նախագահն առաջարկել է վերսկսել Կիև-Մոսկվա ընդհատված ուղիղ բանակցությունները։ Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ պատրաստ է այցելել Ստամբուլ եւ անձամբ հանդիպել Պուտինի հետ։ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդականն էլ հայտարարել է, որ Վոլոդիմիր Զելենսկին Վլադիմիր Պուտինից բացի որևէ մեկի հետ չի պատրաստվում բանակցել։ Դեռևս հայտնի չէ, ով կգլխավորի ռուսական պատվիրակությունը, սակայն ԶԼՄ-ներում տեղեկություններ են շրջանառվում բանակցություններին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի մասնակցության մասին։ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆն անդրադարձել է այն առանցքային հարցերին, որոնք պետք է հասցեագրվեն Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև հակամարտության կարգավորման շրջանակում։ Նրա խոսքով այդ հարցերի թվում են Ռուսաստանի վերահսկողության տակ անցած տարածքները, Զապորոժիեի ատոմակայանը, ջրային ռեսուրսներին Ուկրաինայի հասանելիությունը եւ դեպի Սևծով դուրս գալու հնարավորությունը։ Ամերիկացի պաշտոնյան նշել է, որ կան հարցեր, որոնք դժվար չի լինի լուծել, եթե բոլոր կողմերը նստեն բանակցությունների սեղանի շուրջ։ Մենք նեղացնելու ենք նրանց միջև առկա հարցերի շրջանակները, իսկ հետո կգտնենք փոխզիջումներ եւ կրեատիվ լուծումներ յուրաքանչյուր խնդրի համար, ասել է Ուիտկոֆը, հավելել. Թրամփը պահանջում է, որ Կիևը եւ Մոսկվան ուղիղ երկխոսեն։ Նա վստահություն է հայտնել, որ հակամարտությունը դադարեցնելու մեծ հնարավորություն կա։ Իսրայելի վարչապետը Թել Ավիվում ԱՄՆ նախագահի բանագնաց Սթիվ Ուիտկոֆի հետ հանդիպումից հետո հրահանգել է պատվիրակություն ուղարկել Կատար Գազայի հատվածում կարգավորման եւ պատանդների ազատարձակման շուրջ բանակցությունները շարունակելու համար։ Վարչապետի գրասենյակի տվյալով Ուիտկոֆի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է գերիներին վերադարձնելու ամերիկյան ծրագրի կյանքի կոչման վերջին փորձը, մինչև ռազմական գործողությունների ընդլայնումը։ Նշվում է, որ բանակցությունների ֆոնին հրադադար չի հայտարարվելու։ Հիշեցնենք, որ 3 Համասն ազատ է արձակել Իսրայելի եւ Միացյալ Նահանգների քաղաքացիություն ունեցող զինվորական Էդան Ալեքսանդրին։ Նա գերության մեջ էր 2023 թվականի հոկտեմբերից։ Իսրայելը մի քանի ժամով դադարեցրել է ռազմական գործողությունները հանձնման գործընթացը հեշտացնելու համար։ Համասը հայտարարել է, որ Ալեքսանդրին ազատ է արձակում որպես բարի կամքի դրսևորում Իսրայելի եւ Համասի միջև 19 ամիս շարունակվող պատերազմը դադարեցնելու շուրջ բանակցությունները վերսկսելու համար։ Բենյամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Դոնալդ Թրամփին Իսրայելի կողքին լինելու եւ գերիների ազատ արձակման հարցում աջակցելու համար։ Դիանա Գասպարյան, լուրեր։